ուրեմն Հիսուսի հարությունից հետո կամ ամբողջ նոր կտակարանում, եթե ուշադրություն եք դարձրել, Տեր ասելով ի նկատի ունի Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսն է Տերը։ Այսինքն այս 2000 տարի մարդկությունը ապրում է, որպեսզի Հիսուս Քրիստոսը իր հարս եկեղեցուն ընտրի մարդկանց մեջից։ Զուտ դրա համար է ապրում, եկեղեցու համար։ Տերը Հիսուսն է եւ Հիսուսը ուզում է իր ժողովրդին հավաքի։ Եվ այս բոլորը դրա համար է, որ Հիսուսը իր ժողովրդին հավաքի։ Շնորհակալ եմ, որ մենք էլ ընկանք այդ բանի մեջ։ Աստծո ուրկանի մեջ, ասենց ասեմ։ Աստծո ուրկանը լավ ուրկան է։ Չնայած որ մի օր այդ ուրկանը պետք է բացվի եւ ընտրվի։ Մատթեոս Ավետարանի 10 գլխի մեջ այդ առակը կա, որ անշահը պետք է թափեն, շահու լավերը, նենց որ այդ ընտրությունը լարնելու, աշխատի մնաս ընտրության մեջ, Աստծո ընտրության մեջ։ Լավ, շարունակենք։ Ես մեկ ուզեց հիշեցնեմ, որ նոր այս 2000 տարին Հիսուսի եկեղեցին կազմավորելու շրջանն է։ Եկեղեցու ժամանակա շրջանն է։ Մյուսը, որ կուզեմ հիշենք կամ հիշեցնեմ, 10-րդ գլուխը, որ մենք անցել ենք, այնտեղ որ գրված է բացված գրքույկ կարևասեց արկեր, քո բերանի մեջ մեղրի պես քաղցր կլինի, փորիդ մեջ դառնություն, ես հասկացել եմ, այտենց էլ հայտարարում եմ, սա դա նոր կտակարան, այդ բացված գրքույկը նոր կտակարանն է։ Նոր կտակարանը կնքված չի, կնիկ չկա վրան, բաց է։ Եվ այսօրվա հոգևորների, հոգևոր սնունդը, հոգևոր կերակուրը նոր կտակարանն է։ Ամեն ասում ենք, Հիսուսը որ ասեց իմ մարմինը ուտեք, ինքը ոչ թե իր միսը նկատի ուներ, այլ նոր կտակարան, որտեղ Հիսուսը Աստծո խոսքն էր մարմին դարձած։ Նենց որ նոր կտակարանը մեր հոգևոր սնունդն է։ Նոր կտակարանով մենք պետք է հոգևորապես աճենք։ Մյուսը, որ կուզեմ հիշեցնեմ, 11 գլխի մեջ մենք անցանք երկու օծյալների մասին, ես ճիշտ է միշտ լուսամուտ եմ թողում, ասում եմ կարող եք ընդունել, կարող եք չընդունել, բայց իմ մեջ համոզված եմ, որ դա ոչ թե երկու անձ են, այլ շատ անձեր են, ամբողջ եկեղեցին է, պարզապես այս վերջի օրերին այդ մեծ օծությամբ պետք է եկեղեցին վկայի, եկեղեցին ավետարանի, Մովսեսի օծությունը և Եղիայի օծությունը։ Այս երկու օծյալների օծությունը պետք է գա եկեղեցու վրա և վերջին օրերին մեծ արթնություն պետք է լինի։ Այս օծություններով ամբողջ աշխարհը, որտեղ երկու հոգին 8 միլիարդ մարդուն չեն կարող հասցնել վկայել, բայց ամբողջ եկեղեցին կարող է, որտեղ եկեղեցին հիմա բոլոր ազգերի մեջ կա, բոլոր վայրերում կա։ Պարզապես առանձնացնում է 11 գլխի մեջ, 7-րդ համարի մեջ, որ ասում է, երբ որ վերջացնեն, այսինքն 3.5 տարին լրանա, անդունդից ելնող գազանը պետք է հաղթի։ Այսինքն Երուսաղեմում պետք է, ասենք, օծյալները սպանվեն, բայց 3 օր հետո հարություն առնեն։ Եվ իմ համար հատկանշական էր, անցած անգամ էլ ասել եմ, 11 գլխի 7-ից որ ասեցի, հետո 11 համարի մեջ 3.5 հետո կենթանության հոգի մտավ, բայց 13 համարի մեջ նույն ժամուն մեծ երկրաշարժ եղավ ու քաղաքի 10-րդ մասը կործանվեցավ, 7000 մարդիկ մեռան ու մնացածները վախով լեցվեցան ու փառք տվեցին երկնքի Աստծուն։ Ես հավատում եմ, որ Աստծո նպատակն է, որ մարդիկ փառք տան Աստծուն։ Մարդիկ դարձի գան։ Տիմոթեոս 2-րդ գլխում գրված է, որ Աստված որևէ մեկի նույնիսկ ամբարիշտի կորսվելը չի ուզում։ Աստված ուզում է, որ բոլորը ճշմարտությունը ճանաչելու գան։ Եվ Աստծո բոլոր գործունեությունները դրա վրա են, որ մարդիկ փրկվեն։ Թե ցավով կլինի, թե ականջը քաշելով կլինի, չգիտեմ ոնց կլինի, Աստված ամեն կերպ ուզում է, որ մարդկանց դարձի բերի, մարդկանց բերի փրկության։ Նույնիսկ ոմանց կորուստով այն մյուսները գոնե փրկվեն։
Ես այսքան ուզեցի հիշեցնեմ, որ Աստծո նպատակն է մարդկանց, այսինքն իր եկեղեցին հավաքի։ Կամ ուրիշ մի տեսանկյունից ասեմ, բոլոր մարդկանց ընտրության հնարավորություն տրվի, որ մարդը կամ Աստծուն ընտրի, կամ մեղքը, կամ արդարություն, կամ մեղք, կամ Աստծուն, կամ այս աշխարհը, որ մարդու ընտրությունից հետո այս մարդու հավիտենությունը որոշվի։ Բոլոր մարդկանց, որ այս հնարավորությունը տրվի։ Սա է Աստծո նպատակը։ Դե 11 գլխի 15 համարից գրված է, որ 7-րդ հրեշտակը փողը հնչեցրեց, դե մյուս տեղերից Թեսաղոնիկեցիների թղթից, Կորինթացիների 15 գլխից գիտենք, որ ասում է, որ այդ վերջի փողի ժամանակ պետք է հափշտակությունը լինի, մենք փոխվենք։ Հիմա, բայց ուր ասում եմ վերջի փողի ժամանակ, ես այդտեղ մի բան եմ հասկանում, անցած անգամ, դեռ ես կրկնում եմ, անցած անգամվա խոսքերն եմ ասում։ Օրինակ բերեցի, ասենք մի տղա մի աղջիկ պետք է ամուսնանան, հարսանիքի օրը նշանակված է, այսինչ օրը։ Հարսանիքի առավոտը, որ լույսը բացվեց, միանգամից ամուսնություն չի տեղի ունենում։ Տղեն իր տանն արդեն գոնե սենց, այդ օրը հարսանեկան շորերը պետք է հագնել։ Թե մինչև այդ օրը տան շորերը հագնեմ կամ գործեր այդ բան, այդ օրը իր ամբողջ նպատակը իր հարսանիքն է։ Հարսնել իր տանն է պատրաստվում եւ օրվա պայմանավորված ժամին տղեն հետում հարսին բերում է իր տուն։ Ժողովուրդ, Փեսան Քրիստոսն է հարսի եկեղեցին։ Բոլորս դիտեք։ Հիմա 7-րդ փողը որ հնչեց, այսինքն դե փողը ազդարարությունը։ Հարսանիքի օրն է արդեն։ Դեստեղ գրված է երկնքում ինչ եղավ։ Աստծո կամքը կատարվեց, Աստծո ծրագիրը եւ այլն, այսինքն տղի տանը արդեն սկսեցին այդ գործունեությունը։ Հիմա հաջորդ գլուխները 12-13-ը։ Մի հատ մեջ բերում է։ Ես իմ կարծիքն եմ ասում, 14 գլխում նոր այդ հանդիպում ելնում է։ 12-13 գլուխները մի հատ նորից գալիս է սկզբից մի բան է բացատրում, որպես ինտեղ հասկանալի լինի։ Հիշում եք, ես նույն բանը ասել եմ 7-րդ գլխի համար։ 7-րդ գլուխը ժամանակի իմաստով այս հերթականը չէր, այլ նորից գնաց սկզբից մի բան բացատրեց։ Հիմա 12 եւ 13 գլուխները հերթական շարունակությունը չի ժամանակի իմաստով։ Այստեղ հերթական է, բայց ժամանակի իմաստով նորից գալիս է առաջ։ Շնորհած ինքը տեսնում է, բայց էդի չի նշանակում այդ փողը փչելու օրն է էդի կատարվում։ Դե հիմա կարդամ։ Երկնքի մեջ մեծ նշան երևցավ։ Մի կին ներող կրնեք Մի կին արևը հագած էր ու լուսինը իր ոտների տակ եւ իր գլխի վրա 12 աստղե պսակ, նա հղի էր ու երկնքի մեջ նելով ծնանելու համար շատ նեղություն քաշելով կբորար։ Ու երկնքի մեջ մի ուրիշ նշան էլ երևցավ եւ ահա մեծ շարագույն մի վիշապ, որ 7 գլուխ ու 10 եղջյուր ուներ եւ իր գլուխների վրա 7 թակ, նրա պոչը երկնքի աստղերի 3-րդ մասը քաշեր ու նրանց երկրի վրա ձգեց եւ վիշապը կեցավ այն կնոջ առջև, որ ծնանելու վրա էր, որպեսզի երբ նա ծնանի Հասկանում եք, էլ արեմտահայերեն եմ կարդում մեկ, նրա զավակին կուլ տա։ Կինը արու զավակ ծնավ, որ երկաթե գավազանով պիտի հովեր բոլոր ազգերը։ Նրա զավակը հափշտակվեցավ Աստծոքով ու նրա աթոռի մոտ։ Կինն էլ անապատը փախավ, որ նրան մի տեղ էր պատրաստված Աստծուց, որպեսզի այնտեղ կերակրվի 1260 օր։ Լավ, ես քանի վերաբերալ մի քանի բառ ասեմ, նոր անցնենք առաջ։ Ուրեմն իմ ուսումնասիրությունն է այդ գրքերից, բաներից, ես մտքին եմ եկել, կամ հասկացել եմ։ Այս կինը ոչ թե Մարիամին նկատի ունի, հիշում եք, Հիսուսը Մարիամից ծնվեց, այլ ուրեմն Հռոմայեցիների թղթի 9-րդ գլուխը սկսում է այսպիսի մի բառերով։ Պողոսը իսրայելացիների մասին, իր ազգի մասին ասում է, որ
ես իրանց համար շատ եմ ցավում, էլի, որ քիչ ընկել ես սխալ ճանապարհի վրա։ Ասում է, իրանցն են նահապետները, իրանցն են Աստծո խոստումները, եւ իրանցից եկավ Քրիստոսը մարմնի կողմանե։ Այսինքն Իսրայելի հարևան ազգերը, Իսրայելի հետ շփող ազգերը գիտեին, որ այդ Քրիստոսը, այդ թագավորը Իսրայելից պիտի լինի։ Որտեղ Աստված նախ Աբրահամին խոստացավ, քո սերունդով պիտի օրհնվեն երկրի ազգերը։ Հետո Դավիթին խոստացավ, որ քո սերունդից պիտի այդ թագավորը լինի, որ հավիտենական թագավոր լինի։ Եվ ստե որ գրած է, մի որդի ծնեց, որ պիտի երկաթե գավազանով հովեր բոլոր ազգերին, դա գրած է Սաղմոս 2:6-9 համարներում, որ ասում է, որ ես օծեցի իմ թագավորին եւ երկաթի գավազանով այդ բոլոր բառերը ընդեր գրված է։ Ուզում ասեմ, անկասկած այդ զավակը Քրիստոսն է։ Այդ կնոջ ծնած զավակը Քրիստոսն է։ Բայց այդ կինը ասած ոչ թե Աստված Մարիամին նկատի ունի, այլ Իսրայելի հոգևոր մասին նկատի ունի։ Իսրայելից պիտի գար Քրիստոսը։ Իսրայելն էր այն մայրը, որ պիտի ծներ Քրիստոսը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հիմա բայց որ ասում եմ Իսրայել, Իսրայելի մեջի հոգևորները, օրինակ Հերովդեսն էլ էր Իսրայել, բայց Հերովդեսը սրա մեջ չի մտնում։ Հասկանում եք, Հերովդեսը սրա մեջ չի մտնում, Հերովդեսը սատանային էր ենթարկվում։ Բայց Իսրայելի հոգևոր մասն է, այս կինը Իսրայելն է, կամ հրյաները, ասենց ասեմ, ես բացատրել եմ, որ հրյաները Իսրայելի մեջի հոգևորներն են։ Հիմա նախ երկնքի մեջ տեսավ այս տեսիլքը։ Աստված երկնքում ցույց տվեց, բայց հասկանալի է, որ դա պետք է կատարվեր երկրի վրա։ Եվ էլի երկնքի մեջ տեսավ վիշապին։ Եվ ես վիշապի համար, դրա համար ստե կանգ առա, ինչ անեմ, շարունակեմ թե չէ, որտեղ վիշապի մասին ստե բացատրություն կա։ Բերեք էլ կարդամ, նոր ինչ որ պետք է ասեմ, հա։ Երկնքի մեջ պատերազմ եղավ, Միքայելը ու իր հրեշտակները վիշապի հետ պատերազմեցան։ Վիշապն էլ իր հրեշտակներով պատերազմեցավ, բայց չկարողացան դեմ կենալ ու երկնքի մեջ այլևս տեղ չգտնվեցավ նրանց, ուստի վար ձգվեցան մեծ վիշապը, այն առաջվա օձը, այս է բացատրում այդ վիշապը ով է, որ բանսարկու սատանան է, Սատանան կոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցրեց։ Իր հրեշտակներն իրեն հետ վար ձգվեցան երկրի վրա։ Եվ մի մեծ ձայն լսեց երկնքի մեջ, որ կասեր. հիմա եղավ մեր Աստծո փրկությունը, զորությունը եւ թագավորությունը ու նրա օծյալ իշխանությունը, որտեղ մեր եղբայրների դեմ չար խոսողը վար ձգվեցավ, որ նրանց դեմ չարախոսություն կներ մեր Աստծո առջև ցերեկ ու գիշեր։ Եվ նրանք նրան հաղթեցին, այսինքն եղբայրները, մենք։ Գառնուտի արյունով իրենց վկայության խոսքով ու իրենց կյանքերը չսիրեցին մինչև մահ։ Սրա համար ուրախացեք, ով երկինք ու նրա մեջ բնակողներ, վայ երկրին ու ծովին, որտեղ բանսարկուն ձեզի իջավ, որ շատ բարկացած է, իմանալով, որ քիչ ժամանակ պիտի կենա։ Հիմա, ես էլ կարդացի, որ միացնեմ, մի բան բացատրեմ։ Այս վիշապը փաստորեն սատանան էր, այն սատանան, որի մասին ամբողջ Աստվածաշնչում գրված է, որի մասին մենք գիտենք, որ Սատանան հենց Եվային խաբեց եւ մարդկության այսօր բոլոր ցավ ու տառապանքները այս սատանայի պատճառով սատանայի միջոցով եղավ։ Հիմա եկավ ժամանակ, այս պահը չգիտեմ, օրինակ Հիսուսը Ղուկաս ավետարան 10-րդ գլխում գրված է, Հիսուսն ասեց. սատանային կայծակի պես երկնքից վայր ընկած կտեսնի։ Հիմա չգիտեմ այդ ժամանակը եղել, թե Հիսուսը մարգարեաբար ասում, որ սատանան պետք է ընկնի, բայց ստեղից հասկանում ենք այդ ընթացքում սատանան երկնքից ընկավ, այսինքն պատերազմ եղավ, Միքայելը Աստծո հրեշտակների ավակ ասեմ, թե հրամանատարներ, այս բանել, վիշապն էլ այդ սատանայի վերջը, սատանան երկնքից ընկավ, որ երկնքից ընկավ, ինքը սկսեց երկրի վրա գործել, որտեղ ասում է վայ երկրին, ուրախացեք ով երկինք, որ այդ չարախոսը բանսարկուն ձեզնից գնաց վայ երկրին, որ եկավ ձեր մոտ։ Մենք ճիշտ ասած այդ վայի մեջ ենք հենց ապրում։ Բայց ես ուզում եմ հուսադրող բաներ ասեմ։ Ես ուզում եմ լավ բաներ ասեմ ժողովուրդ։ Լավ բանը հետևյալն է։ Եկեք
մի բացատրություն տամ։ Սատանան սկզբից եղել էր սովորական հրեշտակ, նույնիսկ այն բարձր մակարդակի հրեշտակ, փառաբանության ավագ։ Հիմա ուզում հրեշտակների մասին երկու բան ասեմ, բացատրեմ, մեր և հրեշտակների տարբերությունը մի հատ ներկայացնեմ։ Մենք այս մսեղեն մարմնի մեջ ենք, իսկ հրեշտակները մսեղեն մարմնի մեջ չեն, նրանք հոգևոր էակներ են։ Առաջ ու մեզ տարբերությունը էսա, մեր և հրեշտակների մեջ այս տարբերությունը կա, իսկ այս տարբերությունից արդեն հետևում են լիքը տարբերություններ, օրինակ, մենք փակ դռնով չենք կարող ներս մտնել, բայց նրանք կարող են։ Մենք չենք կարող անհայտանալ, նրանք կարող են։ Մենք չենք կարող կերպարանափոխվել, նրանք կարող են։ Մենք չենք կարող մտքերը կարդալ, նրանք կարող են։ Մենք չենք կարող միանգամից 185,000 զինվորի սպանենք, նրանք կարող են։ Մենք չենք կարող քաղաքի դարպասի դռները այն կողպեքը բացենք, Պետրոսին հանենք դուրս, նորից այդ կողպեքը սարքենք, դնենք այդ հանք։ Նրանք կարող են։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հրեշտակները ինչեր կարող են անել։ Այդ մեզնից այդքան առավելություն ունեն։ Չնայած Հիսուսն ասեց, երբ որ հարություն առնենք, մենք հրեշտակների պես ենք լինելու։ Այսինքն այդ բոլոր կարողությունները մենք ունենալու ենք, երբ որ այս մարմնից դուրս գանք։ Երբ որ հարություն առնենք, մենք այդ կարողություն ունենալու ենք։ Նենց որ մեր ապագան է էդի։ Հիմա Այսքան ասի, որ ասի հրեշտակները սատանն քանի որ հրեշտակ է եղել, այս նույն հատկությունները ինքն էլ ունի։ Ցավոք այս նույն հատկությունները ինքն էլ ունի։ Բայց հիմա հրեշտակներին համեմատենք Աստծո հետ։ Հրեշտակը, այո, մարդու միտքը կարող է տեսնել, բայց սիրտը չի կարող քննել։ Սրտերը քննողը միայն Աստված է։ Մի համար կարդամ Երեմիա 17:10 Ես սրտերը և երիկամունքները կքննեմ, որ մարդուն իր ճամփաների և գործերի համեմատ հատուցում անեմ։ Եվ շատ տեղեր կա գրած, որ Աստված սրտեր քննող է, բայց հրեշտակները ոչ։ Նույնիսկ հրեշտակները Պետրոսի թղթի մեջ, Պետրոս 1:12, ասում է հրեշտակները ցանկանում են գոնե աղոտ կերպով նա տեսնեն հասկանան Աստված ես ինչ անում։ Եփեսացիների թղթում 3:10 գրված է, որ Աստված եկեղեցու միջոցով հրեշտակներին պետք է ցույց տա իր հրաշալի գործը, իր փառքը։ Ուրեմն Աստված ամենակարող է, հրեշտակը ամենակարող չի։ Մի կարևոր բան էլ, Աստված ամենուրեք է, բայց հրեշտակը ամենուրեք չի։ Այն հրեշտակը, որ հիմա իմ հետ աշխատում է, այդ հրեշտակը խաբար չի Ռուսաստանում ինչ ալնում։ Այն հրեշտակը, որ հիմա կողի գյուղում կամ քաղաքում ինչ որ մեկի հետ գործում է, նա հիմա ինձ չի տեսնում։ Ձեզ չի տեսնում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Բայց Աստված ամենուրեք բոլորին տեսնում է։ Աստծո աչքից ծածուկ բան չկա, բայց հրեշտակների աչքից ծածուկ բան շատ կա։ Նաև բոլոր իրավունքները Աստծունն են։ Հրեշտակները գործում են այն իրավունքի չափով, ինչքան Աստված իրանց թույլ է տալի, կամ իրանց հանձնարարություն է տալի։ Նրանք կատարում են Աստծո հանձնարարությունը։ Այո, իրանք կամք ունեն։ Դե բարի հրեշտակները իրանց կամքը հնազանդեցրել են Աստծուն, չար հրեշտակները իրանց կամքը հնազանդեցրել են Բելիարին, այդ վիշապին։ Իրանք կամք ունեն, բայց բարի հրեշտակները ենթարկվում են Աստծուն, կատարում են Աստծո հրամանը, չար հրեշտակներն ինչ հրաման կատարում են, չեն կատարում, բայց Աստծո թույլտվության այդ սահմանից չեն կարող անցնել։ Հիշում եք Հոբի դեպքում Աստված թույլ տվեց, որ նա կպնի Հոբին, բայց ասեց կյանքին ձեռ չտաս։ Նենց որ Սատանան ինչ էլ աներ, իրավունք չուներ Հոբին մերցնելու։ Հիմա ուզում եմ արդեն այսքանը որ բացատրեցի, հասկանանք, մենք հրեշտակներին չենք պատկանում, մենք Աստծուն ենք պատկանում։
մեր մեջին ավելի մեծ է, քան թե այդ բոլոր հրեշտակները իրար գումարած։ Սուրբ Հոգին Աստված է եւ մեր մեջ է։ Իսկ հրեշտակներից ոչ մեկը Աստված չի, Աստծո չափերին չի։ Հրեշտակները ավելի մոտիկ են մարդու չափերին, քան թե Աստծո չափերին։ Հրեշտակները ամենակարող չեն, ամենուրեք չեն, սրտերը քննող չեն, հանգիստ եղի։ Բայց Աստծո առջև դու բաց ու հայտնի ես։ Ուզում ասեմ, մենք վախենալու բան չունենք։ 90 Սաղմոսում ասում է, բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուրջի տակ հովանու տակ հանգստանում։ Հազարոջի քո մի կողմից 10,000 մի կողմից կգնեն քեզ վնաս չի հասնի։ Կամ Հիսուսն ասեց ձեր գլխի մազերն էլ հաշված են։ Այսինքն, քանի որ ով որ Աստծունն է, Աստծո զորությունը բարձա չափելի չի նրանց հետ։ Աստծուն պատկանողները պահպանված են։ Ցանկացած իրավիճակի մեջ պահպանված են։ Սատանան Նաբուգոդոնոսորի միջոցով ուզեցավ Սեդրակ Միսակ Աբեդնագոյին վառի, բայց ընդամենը Աստված մի հատ հրեշտակ ուղարկեց այնտեղ։ Եվ չկարողացավ։ Այսքան ասում եմ, որ այս վիշապը բարկացած ստեղ մեր կողմն է, բայց մենք ապահովված ենք, որովհետև մենք Աստծո պահպանության տակ ենք։ Չվախենանք, բա որ վիշապը ստեղ է։ Մեր մեջին զորավոր է։ Եվ Աստված ինչ հրաման տա, նա պիտի լինի։ Բայց որ վիշապը ստեղ է, այն էլ իր գործն է ուզում անի։ Կրկնում եմ, բայց Աստծո թույլտվության սահմաններում։ Հիմա շարունակենք։ Ու երբ վիշապը տեսավ, որ ինքը երկրի վրա ձգվեցավ, արու զավակ ծնանող կնոջ ետևից ընկավ, եւ այն կնոջը մեծ արծիվի երկու թևեր տրվեցան, որպեսի անապատ իր տեղը թրջի օծի երեսից, ուր պիտի կերակրվեր ժամանակ ու ժամանակներ ու կես ժամանակ։ Եվ օծը իր բերնից ետի պես ջուր վասցրեց կնոջ ետևից, որպեսի նրան հեղեղով ընկղմի։ Բայց երկիրը օգնեց կնոջը իր բերանը բացեց եւ կուլ տվեց այն ետը, որ վիշապը իր բերնից վասցրեց։ Եվ վիշապը բարկացավ կնոջ դեմ ու գնաց պատերազմելու նրա մյուս զավակների հետ, որոնք Աստծո պատիվանքները կպահեին ու Հիսուսի վկայությունը ունեին։ Մի քանի բառ սրա մասին ասեմ։ Վիշապը ընկավ այդ կնոջ հետևից, այսինքն հրյաների հետևից։ Դե, չէ լավ, այն հետո կասեմ, իմ ասի բոլորիս հետևից անգնում, ես վերջում է գրած։ Ստեղ որ գրված այդ կնոջը արծիվի մեծ թևեր տրվեց, ես ստեղ մի համար եմ դուրս բերել։ Ելից 19 գլխի 4-րդ համարում գրված է, որ Աստված Իսրայելին ասում է. ձեզ Եգիպտոսից արծիվի թևերով բերեցի ստեղ։ Ինչ եք կարծում, այդ ժամանակ իսրայելացիները արծիվի թևեր ունեն իրանց վրա։ Ասեմ ես սա ոնց եմ հասկանում եւ ոնց եմ ներկայացնում։ Ուզեցավ ասել, որ ձեզ շատ տեղեր թույլ չտվեցի ընկնվեք, ոտատակ ընկնեք, ձեզ այդ բոլոր դժվարությունների վրայով անցկացրեցի բերեցի ստեղ։ Արծիվի թևեր ասելով Աստված էսի նկատի ուներ։ Դե հոգեորապես կարող են այդ թևերը կար, այսինքն հրեշտակները դեռ գործում էին։ Ինչքան է եղել, որ դու հանդիպել ես դժվարության եւ մեկ էլ ապահով անցել ես։ Այդ դժվարությունը քեզ չի վնասել։ Այսինքն Աստված ուզում է ասի, այս կնոջն էլ այդ արծիվի թևեր, այսինքն ապահով տարավ հասցրեց իր այն տեղը, որտեղ ինքը պիտի կերակրվեր։ Հիմա ստեղ մի բան էլ է բացատրում։ Այդ վիշապը իր բերնից, բայց մի հատ այսքանի վերաբերյալ եղբայրները թե բանն եք համեցեք ասեք։ Ծառայողներ։ Լավ, շարունակենք։ Իրա բերնից հեղեղ ջուր, գետի պես ջուր կնոջ հետևից, բայց երկիրը օգնեց, երկիրը ինքը ջուրը կուլ տվեց, ինը րծավ։ Ստեղ այդ գրքերից ոչ մեկի մեջ ես սրա բացատրությունը չգտա,
Բայց ես մի բան հասկացել եմ, ես ուզում ասեմ, էլի բայց ասեմ, բայց 100%-ով չեմ պնդում, չեմ ասում հենց այդպես է, ազատ եք ընդունելու ազատ չէ։ Միգուցե հետո Աստված բացի, այս իմ ասածը ըստ չհամընկնի Աստծո բացածի հետ, բայց ամեն դեպքում մի բան հասկացել եմ, ուզում եմ ասեմ։ Եվ դա ոչ թե գրված է, չնայած գրվածի հիման վրա, այլ պատմությունից։ Գրվածի հիման վրա էս է։ Եթե հիշում եք Հիսուսին, որ իր աշակերտները ցույց տվեցին Երուսաղեմի տաճարի քարերը, բան, Հիսուսն ասեց, քար քարի վրա չի մնալու, լրիվ քանդվելու է։ Հիշում եք այս պատմությունը։ Եվ հետո առանձին հարցրեցին. երբ ալնելու այդ բաները։ Եվ այդ ասցին, այդ քար-քարի վրա չմնալը, այսինքն Երուսաղեմի քանդվելը, այսինքն քո գալուստի եւ աշխարհի վերջի նշանը 3 հարց տվեցին։ Երուսաղեմի քանդվել, Հիսուսի գալուստ եւ աշխարհի վերջ։ Շնորհակալ ոմանց թվում էր թե այդ 3-ը միանգամից դիլնի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ հա, ես գիտեմ, ես էլ պետք է ասեի։ Այս հայտնությունը, որ Հովհաննես Առաքյալը տեսավ, այն ժամանակ այս բոլորը ապագա էին, գալիք էին։ Բայց մեր համար այսօր սրանցից շատերը արդեն անցյալ են, արդեն կատարվել են։ Դրա համար բաներ կա, այն ժամանակվա հոգևորները կարող է լավ չհասկանային, հիմա մենք, քանի որ արդեն եղած է, պատմությունից նայելով կարող ենք հասկանալ։ Այն անգամ էլ եմ ասել, մենք նրանցից ավել չենք, պարզապես այն ժամանակի այս վերջի մասում ենք։ Կատարվածի վրա, շատերը օրինակ մի բան որ կատարում է, շատերը մարգարի անում են։ Բայց ճիշտ մարգարությունն է, որ գալիք է։ Ասենք կատարվածի վրա մենք արդեն կարող ենք ջոկել, հասկանալ։ Ես շատ բաներ ջոկի հասկացել եմ կատարվածի վրա։ Հիմա Հիսուսը որ ասեց այդ 3 բաները, աշակերտներն թվում էր թե միասին տիլնի, բայց մենք այսօր տեսնում ենք որ միասին չէ։ Երուսաղեմը ավերվեց իր Հիսուսի խաչվելուց 40 տարի հետո, մինչև հիմա դեռ ազգերի ոտի կոխանա, բայց իր գալուստը եւ աշխարհի վերջը դեռ չի եկել։ Այսինքն 2000 տարվա ընդմիջում կար այդտեղ։ Աշակերտները էսի չէին կարող պատկերացնել։ Կարծում եմ լրիվ միասին դիլնի։ Բայց ամեն դեպքում հիմա Հիսուսը որ ասեց Երուսաղեմի համար, sense բան ասեց։ Մեկ Մատթեոս ավետարանի 24 գլխի մեջ է գրած, մեկ Մարկոսի 13, մեկ Լուկասի 21։ Որ չթերթեմ, sense ասեմ կհավատաք։ Հիսուսն ասեց Երուսաղեմի համար. Երբ որ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, իմացեք, որ նրա ավերումը մոտ է, եւ դուք լեռները փախեք։ Դաշտում եղող էլ չգնա տուն, ինչ որ բան վերցնի, նույնիսկ տանիքից էլ չիշնի տուն բան վերցնի, փախեք։ Հիշում եք այս բանը։ Եվ այդ օրերը վրեժխնդրության օրեր են։ Ինչ վրեժխնդրության, եթե հիշում եք Հիսուսի խաչվելու ժամանակ Պիղատոսը որ ասեց ձեր թագավորին խաչեմ, այնտեղ քահանաների են սովորեցնելով ժողովուրդը ասին, դրա արյունը մեր վրա եւ մեր որդիների վրա լինի։ Եվ այս հատուցում պետք է լիներ։ Եվ պատմությունից հայտնի է, որ Հիսուսի խաչվելուց, հարությունից 70 տարի հետո, հիմա չգիտեմ, ինչքան էին բարկացրել հռոմեական կայսրությանը, կայսրը մի զորք ուղարկեց Երուսաղեմը հրեաներին վերացնելու համար։ Այս զորքը գալիս է Երուսաղեմի շրջապատում։ Հիսուսի ասած խոսքը եղավ. երբ որ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, գալի շրջապատումը։ Եվ Երուսաղեմի մեջի ոչ քրիստոնյա իսրայելացիները մտածելով որ եկեք սենց անենք, քրիստոնյաներին տանք առաջ, թող դրանք քրիստոնյաներին կոտորեն, մի քիչ ոնց որ ինչ բառն ասում, փուքսերի իշնի, հա։ Հա, մի քիչ հանգստանան, մեր համար հեշտ կլինի։ Քրիստոնյաներին տալիս են առաջ, որ քրիստոնյաները այդքան այդ սուրի բերան։ Այդ ժամանակ Աստված գիտեք, Եզեկիայի ժամանակ էլ Աստված դες բան անում։ Մեկ էլ հռոմեական չգիտեմ, մի ուրիշ զորք ինչ որտեղ նեղության մեջ է, հրամանատար ասում է որ սրանք շուտ գնան նրան օգնության։ Այսինքն Երուսաղեմի շրջապատումից նրանք գետում են։ Քրիստոնյաները դուրս են գալի, տենում են ազատա ու փախնում են սարերը, փախնում են լեռները, անտառները։ Որ քրիստոնյաները դուրս են գալի, փախնում են, Հիսուսի ասած ելնում է, փախնում են։ Այդ զորքը նորից հետ է գալի։
նորից հետ է գալի եւ Երուսաղեմը իսկապես ավերում են եւ այդ պատմությունից հայտնի ասում է Երուսաղեմը խաչերով լրիվ սեն շրջապատել էին։ Այն մարդիկ, ովքեր Հիսուսին խաչեցին, իրանք ու իրենց զավակները խաչվեցին։ Հիմա այսքանը պատմեցի, գիտեք ինչ որ ասել։ Հռոմեական, դե հա, չէ, մի չէ դուք ասեմ։ Հռոմեական կայսրության դե այդ կայսրերին հիմնականում սատանան է ներգործում։ Այդ բարկությունը այնց էր որ գետի պես մի հատ գետի պես հեղեղա, մի հատ զորք ուղարկեց։ Այս զորքը այդ գետն էր։ Եկա որ վերացնի։ Վերացնի, հрьяաներին վերացնի։ Բայց այդ հрьяաները հիմնականում այս ճինն էր, այս ծնող ճինն էր։ Եվ Աստվածն այնց արեց, որ այդ հեղեղը այն անհավատները ընդունեցին։ Այս ճինը ազատվեց, հոգևոր Իսրայելը ազատվեց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հավատացյալ Իսրայելը ազատվեց, չհավատացողները նրանք կուլ տվեցին այս գետի հոսանքը։ Գիտեք, Սաղմոսների մեջ կա, Աստված ասում է քո փոխարեն, այսինչն, ասենք Եթոպային պետք է քո փոխարեն ինչ են ասում, որպես ինչ տամ։ Մի բառ է գործած մեզ բան, փոխարեն քո փոխարեն տամ։ Այսինքն Աստված գիտի այդպես բաներ անել։ Մեկի փոխարեն մյուսին տա, սրան ազատելու համար։ Ուրեմն, այս մասը ես սենց եմ բացատրում, բայց ասում 100%-ով չեմ պնդում։ Բայց շատ նմանեցնում եմ։ Այդ հեղեղը երկիրը կուլ տվեց, այսինքն երկրավորներ, հոգևորները ազատվեցին, հոգևոր Իսրայելը։ Եվ հիմա շարունակությունը։ Վիշապը սկսեց պատերազմել արդեն այդ կնոջ մյուս զավակների հետ։ Այստեղից սկսում է քրիստոնյաների ամենաշատ հալածանքը։ Բայց քրիստոնյաների հալածանքը բոլորը գիտեք։ Սա ոչ թե արդեն սատանայի հաղթությունն է, այլ Աստված բոլոր քրիստոնյաներին փորձությունով անցկացնում, որպեսզի լրիվ մաքրի սրբի։ Բոլոր տեսակի փորձությունները նրա համար են, որպեսզի քրիստոնյան անարատ, որտեղ միտեղ ասում է, ոնց որ արծաթը, ոնց որ ոսկին են հալոցով անցկացնում, որ ընտիր լինի, մաքուր լինի, տենց էլ Աստված իր ժողովրդին հաճախ այդ հալոցքով անցկացնում է, որ մենք ընտիր եւ մաքուր լինենք։ Այսինքն դրանից հետո Սատանան մեկա չի հանգստանում, Սատանան մեկա մինչև հիմա էլ այս իր սև գործը շարունակում է, իր հալածանքը շարունակում է, բայց դա արդեն Աստծո թույլտվության չափով, մեր կարողության չափով։ Այսքանի վերաբերյալ եթե ծառայողները բան ունեն ասելու համեցեք։ Եթե չկա, բերեք անցնենք 10-րդ գլխին, 13 գլխին։ Որը։ Հա, եւ կայնացավ ծովի ավազի վրա։ Հա, այդ եսակի միացնեմ մյուսին, բայց մի խոսք իսկապես մնաց, մոռացել էի։ Ուրեմն 11 համարը առանձնահատուկ պետքա մի հատ ներկայացնեմ։ Մինչև այդ ասում է, այդ չարախոսություն անողը ընկավ։ Եվ եղբայրների դեմ որ չարախոսություն ունեն, այդ եղբայրները նրան հաղթեցին գառնուկի արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Այս նրա մասին կուզեի մի քանի բառ ասել։ Ժողովուրդ, Սատանան միշտ էլ չարախոսել է եւ չարախոսում է։ Ցավոք ոմանք Սատանային լսելով իրանք էլ են չարախոսում։ Այդ չարախոսությունը, եղբայրների դեմ չարախոսությունը սա Աստվածանից չի։ Եթե հիշում եք Պետրոսի թղթում էլ կա գրած, Սաղմոսում էլ կա գրած, ասում է նստում ես եղբորը դեմ խոսում ես, կարծում ես քեզ նման է մի օր քո արջև պիտի շարեմ։ Եղբայրների դեմ չարախոսությունը սա սատանայի գործն է։ Հիմա, բայց եթե այդ չարախոսությունը կա, մենք հաղթելու հնարավորություն ունենք։ Ինչպես հաղթենք, ոչ թե նրան իրան նման, ասենք մենք էլ իրան չարախոսենք, չէ։ Նրան հաղթեցին գառնուկի արյունով, այսինքն ես չեմ մերժում, որ ես սխալներ ունեմ, այո ունեմ, անսխալ մարդ չկա, մեկ էլ ես եմ։ Բայց Հիսուսի արյունով իմ սխալներին
թողություն կա։ Հիսուսի արյունով մեր մեղքերին թողություն կա։ Աստված սատանային չի ասում սուտ ես ասում, այլ սատանայի դեմ դնում է Հիսուսի արյունը։ Հիսուսը իր արյունով մեզ թողություն է տալի։ Ուրեմն հաղթության մի գրավականը գառան արյունը, մյուսը մեր վկայության խոսքը։ Այստեղ վկայությունը ես կարծում նաև դավանություն, տեղ կա վկայություն, գրած, տեղ կա դավանություն։ Գրած է, եթե սրտիդ մեջ հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց, բերանովդ էլ Հիսուսին Տեր դավանես, կփրկվես։ Մեր դավանությունը շատ կարևոր է։ Պետրոսի թղթում էլ գրված է, որ ջրի մկրտության համար, ասում է, որ ոչ թե մարմինն ենք լվանում, այլ մեր բարի խշմտանքի դավանությունն է կամ վկայությունն առ Աստված։ Նենց որ մեր դավանությունը, մեր վկայությունը, սա մեր հաղթությունն է։ Ես վկայում եմ, որ ես պատկանում եմ Քրիստոսին։ Սա հաղթությունն է։ Եվ մյուսը իրենց կյանքերը չսիրեցին մինչև մահ։ Այ կարևոր տեղերից մեկը է սա։ Գիտեք, Հիսուսը շատ տեղեր ասեց։ Ով որ ուզենա իր անձը պահի, նա կկորցնի։ Իսկ ով որ իր անձը իմ համար եւ ավետարանի համար կորցնի, նա կպահի։ Հռոմայացիների թղթի 6-րդ գլխում գրված է, որ ինչպես Հիսուսը մեռավ մեղքի համար եւ կենդանի Աստծո համար, այդպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեք եւ Աստծուն կենդանի։ Հիմա իսկական հոգեվոր կյանքը այստեղ է, որ ես ոչ թե կենդանի եմ այս աշխարհի համար կամ մեղքի համար, կենդանի եմ Աստծո համար։ Ես աշխարհի համար մեռած եմ։ Էդի 6-րդ գլխում, 7-րդ գլխում մի ուրիշ տեսանկյունից էսի բացատրում։ Ասում է ամուսնացած կինը իր ամուսին հիմա լավն է, վատն է, ինչ է, այդ օրենքով, ամուսնական օրենքով կապված է նրա հետ։ Նա չի կարող ուրիշին լինի, շնացող կլինի։ Բայց հենց ամուսինը մեռնի, ազատ, այսինքն այդ օրենքից ազատվելու միակ ճանապարհը մահն է։ Հիմա դրանից դու բացատրում է։ Մենք մի ժամանակ այն որ Քրիստոսին չէինք եկել, ամուսնացած էինք մեղքի հետ։ Կներեք, որ սենց եմ ասում։ Պատկանում էինք մեղքին, մեղքը մեր Տերն էր դարձել։ Եվ դրանից ազատվելու միակ ճարը մահն է։ Դրա համար Հիսուսը մեռավ եւ իր մահը տարածեց մեր վրա։ Ոչ թե մենք ֆիզիկապես մեռնենք, այլ մենք Հիսուսի մահը ընդունենք։ Դրա համար 6-րդ գլխից գրված է. մենք որ մկրտվեցինք, նրա մահվանը մկրտվեցինք։ Նրա հետ մեռանք, թաղվեցինք եւ նրա հետ հարություն առանք։ Այսինքն հիմա մենք Աստծո կողմից համարվում ենք մեղքի համար մեռածներ եւ Աստծո համար ողջեր։ Եվ ասում է, նրանք իրաց կյանքը չսիրեցին, այսինքն հիմա իմ կյանքը ոչ թե այս երկրայինն է, Կողոսացիների 3-րդ գլխում էլ գրված է. դուք մեռաք եւ ձեր կյանքը պահված է Աստծո մոտ Քրիստոսի մեջ։ Երբ որ Քրիստոս, այսինքն մեր կյանքը հայտնվի, մենք էլ նրա հետ փառքով կհայտնվենք։ Ուստի ձեր երկրավոր գրվում այնտեղ, համարները չեմ ասում, չեք գրում, լավ։ Ուստի ձեր երկրավոր անդամները սպանեք։ Հիմա այսքան ասեցի, մեզ Աստված հաղթելու հնարավորություն է տվել։ Ճիշտ է, բան կա այդ չարախոս կա, բայց մեզ հաղթելու հնարավորություն է տվել։ Գառան արյունը, մեր դավանությունը, եւ մենք մեր կյանքը տեսնենք ոչ թե այս աշխարհի մեջ, այլ տեսնենք Քրիստոսի մեջ։ Մենք Քրիստոսի համար ենք ապրում։ Նրանն ենք։ Թե այստեղ լինենք, թե այնտեղ լինենք, Քրիստոսին ենք։ Եթե այսքանի վրա բան ունեք, համեցեք ասեք։ Եթե չկա, բերեք շարունակենք։ 13 համարի սկզբից։ Եվ տեսա, թե ծովից մի գազանք ելներ, որը ուներ 7 գլուխ ու 10 եղջյուր եւ նրա եղջյուրների վրա 10 թակ ու նրա գլուխների վրա հայության անուններ կային, այդ գազանը հովազի նման էր,
իր ոտքերը արջու ոտքերի պես, իր բերանը առույցի բերնի պես, վիշապը նրան տվեց իր զորությունը եւ իր աթոռը ու մեծ իշխանություն։ Նրա գլուխներից մեկը մահուճավ վիրավորվածի պես էր, բայց նրա մահացու վերքը առողջացավ եւ բոլոր երկիրը գազանի վրա զարմացավ եւ երկրպագություն արեցին վիշապին, որ գազանին իշխանություն էր տվել, երկրպագություն արեցին գազանին ասելով ով է այդ գազանի նման եւ ով կարող է դրա հետ պատերազմել եւ նրան մեծ բաներ ու հայություններ խոսող բերան տրվեցավ եւ 42 ամիս նրան իշխանություն տրվեցավ իր կամքը անելու, իր բերանը հայությամբ Աստծո դեմ բացավ, նրա անվանը ու նրա խորանին ու երկինքը բնակվողներին հայելու։ Եվ նրան իշխանություն տրվեցավ սուրբերի հետ պատերազմ անելու ու նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեցավ բոլոր ցեղերի եւ ժողովուրդների, լեզուների եւ ազգերի վրա։ Նրան երկրպագություն պիտի անեն երկրի բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկիզբից ի վեր մորթված գառունչի կենաց գրքի մեջ գրված չեն։ Ով որ ականջունի թող լսի, ով որ գերության քշի ինքը պիտի տարվի, ով որ սրով սպանի պետք է որ ինքն էլ սրով սպանվի։ Այստեղ է սուրբերի համբերությունն ու հավատքը։ Մի քիչ երկար կարդացի, բայց ուզեցի ամբողջը էլի, ասենց ներկայացնեմ։ Այս վերջից սկսեմ երկու բառ ասել, բայց կգամ առաջնել։ Այս որ 8-րդ համարի մեջ գրված է, նրան երկրպագություն պիտի անեն երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները աշխարհի սկիզբից ի վեր մորթված գառունչի կենաց գրքի մեջ գրված չեն։ Արարատ թարգմանության մեջ, դե արարատ թարգմանությունը ես իմ կարծիքով Հայաստանում բնակվող հայեր չեն գրել։ Իրանք ակցենտով տեսել եք Ռուսաստանից եկած հայերը, որ ռուսերենի նման են խոսում։ Այս բառերը հետո առաջ են տվել եւ ստացվել է, որ գառնուկը մորթված էր աշխարհի սկզբից առաջ, բայց գառնուկը բոլորս գիտենք երբ մորթվեց։ Սրանից 2000 տարի առաջ։ Բայց աշխարհի սկզբից առաջ Աստծո կողմից սահմանված էր, որ գառնուկը պիտի մորթվի եւ այն ժամանակից էլ գրված էին ով այդ գրքի մեջ պիտի լինի։ Հիմա դրանից առաջ ասում եմ, որ ով որ այդ գրքի մեջ գրված չի, նրանք գազանի երկրպագություն կանեն։ Իսկ ովքեր այդ գրքի մեջ գրված են, նրանք գազանի երկրպագություն չեն անի։ Ժողովուրդ, եթե հիշում եք, Հիսուսը ասեց, ոչ թե ուրախացեք, որ ձեր միջոցով ինչ բաներ են, ուրախացեք, որ ձեր անունները այդ գրքի մեջ գրված են։ Ամենակարևորն է սա, որտեվ այս գրքի մասին շատ տեղեր կա գրած, որտեվ այդ գրքով է մեր, այդ գրանցումով է մեր փրկությունը, ասենց ասեմ։ Հիմա 7 համարի մեջ գրված է, նրան իշխանություն տրվեց սուրբերի հետ պատերազմ անելու ու նրանց հաղթելու։ Էսի 13:7-ն է, 11:7-ում մենք արդեն անցել ենք։ 11:7-ում գրված է, երբ այդ օծյալները իրենց վկայությունը կատարեն, այն ժամանակ անդունդից ելնող գազանը նրանց հետ պատերազմ պիտի անեն, նրանց պիտի հաղթի ու պիտի սպանի։ Այս երկուսը նույն երևույթի մասն է խոսքը։ Հասկանում եք։ Դե ասում անդունդից ելնող գազանը պիտի սպանի, ստեղել ասում էսի սպանեց։ Նրան իշխանություն տրվեց սուրբերին հաղթելու։ Բայց դա միայն Երուսաղեմում, այս դեպքը ես հավատում միայն Երուսաղեմի համար է։ Ճիշտ է, շատ տեղեր քրիստոնյաները հալածում են, որոշ տեղեր սպանում են բան։ Սրանք ուրիշ երևույթ են, ուրիշ բան են, բայց կոնկրետ այս գրված այս երկուսը նույն բանն է։ Հիմա ես եմ գամ արդեն ամենասկիզբը։ Տեսա թե ծովից մի գազան կելներ։ Ճիշտ ասած բացատրում է այդ գազանը ինչի նման էր։ Բայց դե ինչ է կարծում նա երկրի վրա ասենց այդ արջի նման ինչ-որ բաներ ման գալի։ Հեսա որ հասնենք, այսօր չենք հասնի 17 գլխի մեջ, այս գազան, սրա կոտոշներ, կոտոշ, հա։ Վերջը։ Ինչ կար, սրանց մասին բացատրում եմ։ Ժողովուրդ, այս գազանը մարդ է։ Այս գազանները մարդ են, բայց թագավորներ։ Կարող է մի թագավոր լինի կամ թագավորների դինաստիա լինի։ Ես հիմա ուզում եմ ներկայացնեմ, ոնց ենք հասկանում գազան։ Որևէ մեկը ոչխարին կասի գազան, գառին կասի գազան։ Բոլորս հասկանում ենք, գազանն են, ով որ գիշատիչ է, ով որ հարձակվում է, ով որ սպանում է, ով որ թալանում է, ով որ իր բաժնով չի բավարարում, ուրիշինն էլ է ուզում վերցնի,
բոլոր են թագավորները, որոնք հարձակվում են ուրիշի բաժինը խլելու, դրանք այս գազաններն են։ Նենց որ մենք լիքը գազաններ գիտենք, հենց մեր շուրջը գազաններ կա։ Կրկնում եմ, գազանն է, որ իր եղածով չի բավարարվում։ Ուզում է ուրիշին էլ խլի։ Կկոտորի, կփշրի, կջարդի, կսպանի, կհոշոտի, ուրիշի բաժին էլ կվերցնի, որ իրան լավ զգա։ Աստված դրանց ասում է գազան։ Բոլոր նվաճողները, դե ասում է գազան, հետո տեսնում ենք, որ սրանք նաև ներն են։ Հովանու թղթի մեջ գրած է շատ ներեր եկան եւ գլխավոր ներն էլ պիտի գա։ Եվ հետո հասկանում ենք, որ հենց էսի է ները, այս գազանն է ները։ Ուզում ասեմ, որ ես մի մտածիք, թե ես ինչ անելու։ Մենք մեր աչքի առջև են այս գազանները։ Մենք երևի հեռուստացույցով միշտ տեսնում ենք իրաց։ Դե, մեր աչքին երկու ոտերը, ոմանց երևի։ Հիմա այսքան ասեցի, որ մենք հասկանանք, այսօր սենց սարսափելի բան ասում, մենք որպես Աստծո ժողովուրդ սարսափելու ոչինչ չունենք։ Մենք սարսափելու բան չունենք, ինչպիսի գազան էլ լինի, Աստծո կողմից նրանց առջև սահմանափակում կա։ Նրանց ստե քանի տեղ գրած էր, նրան իշխանություն տրվեց։ Այսինքն, ինչ որտեղ իշխանություն է տրվում, ինչ որտեղ չի տրվում։ Այս գազանը հիմա կա, իմ հասկացողությամբ, այս գազանը հիմա կա, բայց նրան վերջի 42 ամսում է իշխանություն տրվելու։ Վերջի այս 5 համարում է հեսա։ Վերջի 3 տարի ու կեսում է նրան իշխանություն տրվելու ինչ ուզի անի։ Հիմա ինքը կա, բայց դեռ այդ իշխանությունը իրան չունի։ Պարզապես իր գազանություն ինչ որ չափ ինչ որտեղ անում է։ Ես որ ասում հիմա կա, չեմ ուզում ասեմ, որտեվ կարող քաղաքական բանի մեջ ընկնեմ հանկարծ։ Չեմ ուզում քաղաքական բանի մեջ ընկնեմ, անուն տամ։ Հիմա այսքան ասեցի, որ սրանք ոչ թե միայն վերջի օրերին են, այլ այս ամբողջ 2000 տարվա ընթացքում, թե այս կնոջ ծնունդը, թե այս վիշապը, թե այս գազանը, այս տարիների ընթացքում եղել են, կան, իրանց գործանում են, բայց վերջի օրերի համար արդեն օրինակ սրա այն ամենամեծ բաները վերջի օրերի համար գրված էր, որն էր 5 համարում, որ նա իր ուզածը պիտի եւ 7 համարում սուրբերին պիտի այդ օծյալներին պիտի սպանի։ Այս երկուսը վերջի օրերում պիտի անի։ Ես չգիտեմ ինչ առակ, բայց կարևորը էս առեք, որ դուք պահպանված եք։